Կարճ նկատառում իրականում արտերկրում մեր դիվանագիտական ներկայացվածությունները եւ հյուպատոսությունները միշտ էլ զբաղվում ու հյուպատոսությունները ոչ այդքան իհարկե, բայց զբաղվում էին դրսից Հայաստան ներդրումներ բերելու այդ առաքելությամբ ինձ թվում է ամենևին էլ պարտադիր չէր նախարարության անվանման փոփոխություն մտցնել, որպեսզի այդ առաքելությունը ավելանա, իսկ մյուս իհարկե հիմնավորումներին ծանոթացել եմ ու այնպիսի տպավորություն է կարծես անվանումը փոխում ենք, որ տվյալ կառույցի աշխատանքի ռազմավարությունը փոխվի, այնինչ կարծում եմ տրամաբանությունը հակառակը պիտի լինի, այսինքն ներսից պիտի բխի անվանման փոփոխության անհրաժեշտությունը, այդ տպավորությունը չի ստեղծվում, օրինակ երբ որ բարեկեցության բառն ենք ավելացնում, ամենևին էլ մարդիկ ավելի բարեկեցիկ չեն դառնում, այստեղ ճիշտ եմ հասկանում, որ որոշել եք որոշակի փոփոխություն մտցնել ռազմավարության մեջ, օրինակ երբ որ կառավարության պետը ասում էր մարդկանց ուղեղներում է աղքատությունը, հիմա այդ ռազմավարությունից որոշել եք հրաժարվել, այլ ռազմավարություն որդեգրել, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ դիտարկման եւ հարցի համար։ Իրականում տրամաբանությունը այլ է, քան զուտ անվանափոխությունը, որովհետեւ սա ձևական նախագիծ չէ եւ խիստ բովանդակային է։ Ինչու՞։ Որովհետեւ անվանման փոփոխությունը իրականում արտացոլում է գործառույթի փոփոխությունը եւ հետեւաբար օրինակ արտաքին գործերի նախարարության պարագայում գործառույթների նշում պարունակող տողերում ավելանում են այն գործառույթները, որոնք վերաբերելի են միջազգային առևտրի իրականացմանը։ Ինչ վերաբերում է ձեր մյուս դիտարկում հարցադրմանը, ապա ճիշտ եք, բարեկեցության նախարարությունը անվանելով նախարարությունը մարդիկ չեն հավակնում միանգամից դառնալ բարեկեցիկ, բայց սա նշանակում է, որ մենք փոխում ենք մեր շեշտադրումը, մենք խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության, այսինքն մենք զարգացնում ենք զբաղվածության հնարավորությունները, շուկան, ավելի մեծ ներդրում ենք անում անձանց մասնագիտական պատրաստվածության եւ կատարելագործման վրա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ապահովել աշխատանքով եւ ներողություն մեկ միտքել եւ սա բնավ չի նշանակում, որ մենք շեղվում ենք մեր հանձնառությունից հաղթահարել օրինակ աղքատությունը։ Մենք շարունակելու ենք իրականացնել բոլոր այն սոցիալական միջոցառումները, որոնք մինչ այս պահը իրականացվել են եւ կառավարության ծրագրում դրանց մասին հստակ նշումներ կան։ Իմ հարցը նաև այն էր հրաժարվել այն ռազմավարությունից, որ աղքատությունը մարդկանց ուղեղներում է։ Փաստորեն դուք քանի որ դրա մասին հայտարարել եք կառավարության պետը եւ ես շատ ուրախ եմ, որ որոշել եք հրաժարվել այդ մոտեցումից եւ ավելի բարեկեցության վրա շեշտադրում անել։ Ճիշտ եմ մեկ էլ մի հատ ավելի տեխնիկական հարց, արտաքին գործերի նախարարության որ փոխնախարարի կուրացիայի տակ է լինելու այս գործառույթը առևտրի հետ կապված։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ վերջին հարցից կամ նախարարի հրամանով են սահմանվում կուրացիոն ուղղությունները, հետեւաբար ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ ոլորտի պատասխանատուն չեմ։ Ինչ վերաբերում է մյուս մտքին, աղքատության հաղթահարմանը, ես կրկնում եմ։ Մենք միշտ ասել ենք, վերջերս էլ շեշտադրել ենք, որ այս կառավարության ծրագրով կրթությունը համարվում է ռազմավարությունների ռազմավարություն եւ մենք գնում ենք այն ուղղությամբ, որ պետք է աշխատեն մարդիկ, որպեսզի լինեն բարեկեցիկ։ Այ աշխատանքի հնարավորությունների ստեղծումը, այո, նաեւ պետության պոզիտիվ պարտականությունն է։ Եվ եթե դուք ծանոթացել եք կառավարության ծրագրին, ապա այդտեղ վստահաբար տեսել եք աղքատության տոկոսի կրճատման հետ կապված կետը, որպես ուղենիշային արդյունք եւ տեսել եք նաեւ նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նախարարության գործառույթի շեշտադրման փոփոխություն է տեղի ունենում եւ նոր հանձնառության ստանձնման մասին է խոսքը, որ նախարարությունը ավելի ակտիվ պետք է գործի մարդկանց զբաղվածությունը խթանելու, օրինակ չաշխատող եւ չսովորող երիտասարդներին աշխատաշուկայում ներգրավելու եւ նմանատիպ այլ հարցերի համատեքստում։